Հավատում եք, որ Փաշինյանին կհաջողվի Արցվաշենը վերադարձնել։ Հեքիաթ հայտ է։ Աստված գիտի։ Ես չգիտեմ դրա ծանոթ ոչ մեկին։ Ես արդեն ոչ մի բան չեմ։ Չգիտեմ, չեմ կարող պատասխանել։ Ոչ, Ինչու՞։ որովհետև վստահությունը կորել է արդեն գործող ղեկավարի նկատմամբ տեղի ունեցող բոլոր իրադարձություններով պայմանավորված։ Բայց ինչու ինքը օրինակ ասում եմ, որ Հայաստանը թակարդից դուրս է բերել, ոչինչ չի խնայել։ Ես այդպես չեմ կարծում։ Ճիշտն ասած, տենց հույսեր ներկա պահին չունեմ, ես ինքս արմատներով Արցվաշենից եմ, բայց հուսանք էլի, որ իր խոստման տերը կլինի ու Արցվաշենը կվերադարձնի էլի։ Ես ինքս արմատներով Արցվաշենից եմ, իմ տատերն ու պապերը Արցվաշենից են եկել ու այդ հույսով ենք էլի, բայց տեսնենք։ Հուսամ հա, բայց այդքան էլ չէ։ Մեր գյուղի երիտասարդ տրակտորիստներից մեկը մտնում է այգի վարելու։ Մարգի սկզբից մինչև վերջ վազերը հանելով էթում է։ Մի բրիգադիրը ձեն է տալի։ Միրան հետ արի, ստեղ երկու վազ թողել ես։ Հիմա պարոն Քոչարյանինն է։ Ազգովի խնդրենք, ասենք պարոն Քոչարյան հետ արի, ստեղ երկու օբյեկտ թողել ես։ Փաշինյանին չի հաջողվի, դա Կարապետյաններին պիտի հաջողվի, որ հաջողվի։ Այնպես որ մենք Կարապետյան Գերդաստանի օգտին պիտի քվեարկենք եւ բոլոր բանական եւ ոնց որ ասում զրավամշլիշի մարդիկ պետք է եւ հայրենասեր մարդիկ պետք է քվեարկեն Կարապետյան ընտանիքի համար, որպեսզի Հայաստանը գոյատևի, շարունակի, ծաղկի, վերա կանգնվի եւ մեր այն նախին տարիների փառքը, որ ունեինք, հաջողությունները ժողովրդի գյուղատնտեսության, արդյունաբերության, կրթության, գիտության բոլոր ասպարեզներում, որ ունեինք, որպեսզի դա վերականգնվի։ Այնպես որ մենք հավատում ենք Կարապետյան Գերդաստանի հաղթանակին։ Փաշինյանին չէ, իհարկե, ես միայն հավատում եմ համար 3-ին, մեկ էլ համար 7-ին։ Եվ սպասում եմ մեծ անկալիքներ կան մեր հայրենասեր, մեր ղեկավարներից, որոնք իրոք ես ռուսազգի հետ ապրել եմ 85 թվականից, ես իրենցից տատիկ չեմ տեսել, այդ ազգից տատիկի հոտ եմ վերաբերմունք եմ տեսել, ոնց կարա ռուսից, ռուսը եթե մեր Փաշինյանը, Փաշօղլին իրան նորմալ պահեր, այսքան բան մեր գլխին մեր երեխեքը չէին կործանվի, մենք այսքան ցավ չէինք ապրի, այսքան հողեր չէինք բանանի, նրանց ինչ ենք տեսել, եթե մի ղեկավար հայոց պատմությունը հանում մարդկանց, հայերին թույլ չի տալիս, մեր երեխաներին, մեր ապագա ղեկավարներին թույլ չի տալիս պատմությունը ուսումնասիրեն, դրանից ի՞նչ ղեկավար, դա միայն թշնամի կարող է լինել։ Ես շատ եմ հարգում Սամվել Կարապետյանին, հանձինս Նարեկ Կարապետյանին եւ Ծաղուկյանին։ Եվ երկուսն էլ ինձ համար հարազատ են, երկուսն էլ գիտեմ, մտածում են մեր հայ ազգի մասին։ Երևի։ Ինչ եք հավատում։ Ինչ եք վստահում։ Ինք այնքան բան արել, որ ոչ մեկ չի արել։ Ինչ է արել։ Արի մի բան անելի, քննադատի բոլորս են հայ են։ Քննադատում, հարցնում եմ ինչ է։ Հա։ Կասեք իրարացներից։ Այդքան զենք զինամթեր կառնելը, երեխեքի դժվար չի սիրում, ինձ խոսասում է։ Դու ես գնում։ Չի սիրում, որ ես խոսում եմ։ Ասում դու գործ չունես, ինչ ուզում են անել։ Բայց դե տենց չի էլի։ Չեմ ասում ինքը սխալներ չունի բան, բայց դա ամեն դեպքում շատ բան արել։